Ինչ է խաչքարը։ Որոնք էին խաչքարերի կանգնեցման պատճառները։ Ինչու խաչքարերի բազմահազարանոց բանակում լոկ մի քանիսի վրա է պատկերված Քրիստոսը։ Ով կերտեց Քրիստոսակիր կոթողները, ում առաջադրանքով, և ինչու դրանք կոչվեցին ամենափրկիչ։ Հայոց երկիրը գլուխգործոցների բնօրանն է, ճարտարապետություն, քանդակագործություն, գիր և գրականություն, մի խոսքով դարերի խորքից եկած մշակութային հսկա մի հետք։ Այս բազմաշերտ ժառանգության կարևորագույն հանգույցներից մեկը սփռված է ամբողջ Հայաստանով և հարակից շրջաններով։ Խաչքար։ Խաչքարերի ավելի քան 1000-ամյա պատմության մեջ կերտվել են բազմատեսակ նմուշներ, բայց դրանցից միայն 4-ի վրա ընդամենը 12 տարվա ընթացքում պատկերվեց Քրիստոսը։ Այդ խաչքարերը կոչվեցին ամենափրկիչ, և հենց նրանց առեղծվածի բացահայտմանն ենք անդրադառնալու այսօր։ Խաչքարեր, ինչ գաղտնիքներ են թաքցնում պատմության խորքերում ծնված այս հսկաները։ Ինչու քրիստոնյա ժողովուրդներից միայն հայերը կերտեցին խաչքարեր։ Նույնիսկ պատմության քամին չի կարող ցրել խաչքարերի վրա փորագրված բազմաթիվ կարևոր տեղեկությունները։ Սակայն ինչու ստեղծվեցին այս գլուխգործոցները։ Քայլենք պատմության հետքերով և փորձենք բացահայտել խաչքարերի առեղծվածը։ Ագաթհանգեղոսը գրում է. քրիստոնեացման գաղափարը Գրիգոր Լուսավորչին տրվել է աստվածային տեսիլքի միջոցով։ Այդ տեսիլքում քրիստոնեական առաջին կառույցը բացօթյա խաչակիր կոթողն է։ Հետագայում Գրիգորն ու հայոց Ստրդատ թագավորը հեթանոսական մեհյանների փոխարեն խաչեր կկանգնեցնեն։ Խաչերի տեղադրումը քրիստոնեության տարածման նոր և ազդեցիկ միջոց էր։ Գուցե հենց Գրիգոր Լուսավորչի տեսիլքը մղեց հայ քանդակագործներին ստեղծելու հավատքի քարեղեն այս պահապաններին։ Խաչքարը նախ եւ առաջ բացօթյա կոթող է եւ աշխարհի 4 կողմերի շուրջ ունի հստակ կողմնորոշում։ Ուրեմն նրա երկու տափակ երեսներից մեկը նայում է դեպի արևմուտք, մյուսը դեպի արևելք, իսկ երկու նեղ կողերը դեպի հարավ ու հյուսիս, եւ ահա այդ արևմտահայաց կողի վրա տեղադրված է խաչքարի հորինվածքը, որը բաղկացած է կենտրոնում գտնող խաչից, շրջապատված բուսաերկրաչափական զարդերով, երբեմն թռչունների, կենդանիների եւ մարդկանց պատկերներով։ Ասում են, խաչքարերը օգնել են հաղթանակ տանել կենդանի հերոսներին, կամ առասպել խաչքարերի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկի մասին։ Մենք ուղևորվում ենք Նորադուս։ Միջնադարյան գերեզմանատուն Գեղարքունիքի մարզի Նորադուս գյուղում։ Հեռավորությունը Երևանից 95 կիլոմետր։ Այս գերեզմանատանը կանգնեցված է ավելի քան 1000 խաչքար։ Մեծաքանակ են 13-ից 18-րդ դարերի խաչքարերը։ Սա պատահեց, երբ սելջուկ թուրքերը մեծաքանակ զորքով դուրս եկան Գեղամ թագավորի ջոկատի դեմ։ Փոքրաքանակ էր հայոց զորքը։ Թագավորը հրամայեց իր զորքին հագուստներ հագցնել խաչքարերին։
Սելջուկներին թված, թե մեծաքանակ է զորքը հայոց թագավորը և խուճապ տիրեց թշնամու շարքերում։ Հայոց զորքը հաղթանակի հասավ, այդ օրը խաչքարերը մարդկային կերպարանք էին ստացել։ Առասպելները գեղեցիկ են, բայց փորձենք պարզել խաչքարերի գոյության իրական իմաստը։ Խաչքարը որպես սրբազան կառույց կամ ճարտարապետական փոքր չափի հուշարձան միշտ էլ ուղեկցել է եկեղեցաշինությանը եւ դրանից դուրս։ Ասենք, կան խաչքարեր, որոնք նշանավոր հաղթանակներից հետո են տեղադրել, կա խաչքար, որ ճանապարհների վրա են դրել, կան այսպես կոչվող փրկիչ խաչքարեր։ Ինչպես տեսնում եք, այս բոլոր քարերի վրա տարբեր ոճերով պատկերված է քրիստոնեության հիմնական խորհրդանիշը՝ խաչը, բայց ոչ մի խաչքարի վրա մենք չտեսանք, որ պատկերված լինի հենց ինքը՝ Քրիստոսը։ Հռոմեական կայսրությունում խաչելությամբ մահապատիժը երկար ժամանակ ամոթալի էր համարվում։ Այն նախատեսված էր ծանր հանցագործների համար, հատկապես ստրուկների։ Այդ էր պատճառը, որ խաչելության տեսարաններում խուսափում էին խաչի վրա պատկերել Քրիստոսին։ Խաչված Քրիստոսի պատկերը հայտնվում է շատ ավելի ուշ, երբ խաչելությունը որպես մահապատիժ վերացվում է։ Մյուս կողմից, խաչված Աստծո պատկերը կարող էր վախեցնել քրիստոնյա ժողովրդին։ Մեր խաչքարային մշակույթում էլ Քրիստոս հայտնվեց միայն 13-րդ դարի վերջում։ Գուցե մեր նախնիներն էլ էին ինչ-որ բանից խուսափում։ Հայ քրիստոնեությունը խուսափում էր ամենազոր Աստծուն խաչի վրա պատկերելուց, քանի որ համոզված էին, որ նորընծա հավատացյալները բարդություն կունենային հավատալ մի Աստծո, որին կարող են մարդիկ խաչել։ Խաչքարը սրբազան կապ է ապահովում Աստծո հետ եւ անհերքելի է, որ սա է խաչքարի գլխավոր նպատակը, բայց ամենակարևոր հարցերից մեկը, որ ծագում է խաչքարերի պատմությունն ուսումնասիրելիս, այն է, թե ինչու Քրիստոս պատկերվեց խաչքարի վրա ոչ ավելի շուտ, քան 13-րդ դարում եւ ինչու այդ խաչքարերը կոչվեցին ամենափրկիչ։ Հայոց մշակույթում ընդունված է խաչքարեր կանգնեցնել ինչ-որ նշանավոր իրադարձություններից հետո, սակայն սրանից բացի խաչքարերին վերագրվում են նաև առեղծվածային կարողություններ։ Որոշակի հրաշագործություններ խաչքարերին վերագրվել են, եւ դա մարդու իրավունքն է, որ նա հավատացել է, իսկ եթե զանգվածային են հավատացել, դա ուրեմն ժամանակաշրջանի հոգեբանություն է եղել եւ մտածողություն։ Խաչքարի վրա Քրիստոսին պատկերելով, եկեղեցին փորձ էր կատարում ցույց տալ նրա առաջնային իմաստը։ Այստեղ պատկերված է ոչ միայն Քրիստոսի խաչելությունը, այլ նաև նրա խաչից իջեցումը ու համբարձումը։ Ամենափրկիչներից հնագույնը Հավուց թառի փայտյա այս սրբությունն է, որը ստեղծվել է 9-րդ դարում։ Բայց 18-րդ դարի կեսերին այն բերվեց Էջմիածին։ Ինչու տերասողիկ եւ ինչ է այս խաչելությունը խորհրդանշում։ Այո, ամենափրկիչներից ամենահինն է, որ Փառք Տիրոջ մեզ է հասել եւ այսօր պահվում է Սուրբ Էջմիածնում եւ Մայր Աթոռի կարևոր գանձերից մեկն է։ Ամենափրկչի պատկերագրության հիմքում ընկած է ավետարանական պատմությունը։ Քրիստոսի խաչելությունից հետո խաչից իջեցման դրվագը,
մի հրաշալի պատմություն է մեզ հասել, թե ինչպես Հովսեփը եւ Նիկոդեմոսը մոտենում են խաչյալ Քրիստոսին, խաչից իջեցնելու չեն կարողանում գամերը հանել եւ այդ ժամանակ Հովսեփ Արեմաթացին սկսում է երգել Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ եւ ամեն անգամ երգի այդ բառը կրկնելիս Տիրոջ ձեռքը դուրս էր գալիս գամով եւ նա կարողանում էր գրկել մարմինը։ Ինչպես տեսնում եք, եղանակը փոքր-ինչ անբարենպաստ է։ Նաև Էջմիածնում ընթանում են վերանորոգման աշխատանքներ եւ այն ամենափրկիչ խաչքարը, որին պիտի մոտենանք, թաքնված է այս ամբարձիչ կռունկի ետևում։ Ահա ուրծից բերված այն հրաշալի ամենափրկիչ խաչքարը, որը ստեղծվել է 1279 թվականին։ Ընդհանրապես Հայաստանում հայտնի բոլոր ամենափրկիչ խաչքարերը ստեղծվել են 12 տարվա ընթացքում։ Ինչու՞։ Որպեսզի բացահայտենք այդ գլուխկոտրուկը, գնանք ամենահին ամենափրկիչ խաչքարի ետևից։ Մենք իհարկե դեռ կվերադառնանք Էջմիածին։ Ժամանակագրությունը մեզ տանում է Հաղպատ, որ գտնվում է ամենահին ամենափրկիչ խաչքարը, կանգնեցված 1273 թվականին։ Ամենափրկիչ այս խաչքարի վրա մի քանի արձանագրություններ կան, որոնցից մեկը պատմում է, որ 1273 թվականին այն կանգնեցրել է այս համալիրի եպիսկոպոս Դոբյան Հովանեսը։ Այս խաչքարը այդ 4 ամենափրկիչ խաչքարերից ամենալավ բաբանվածն է, որը քանդակել է Վահրամ անունով վարպետը եւ գոչվում է ամենափրկիչ խաչքարն ու ինքն որովհետեւ Քրիստոս փրկիչ եկավ աշխարհի եւ Քրիստոս մեր փրկության համար խաչվեց։ Երբ ուշադրություն ենք դարձնում խաչքարի ձախ կողմի վերին հատվածին, տեսնում ենք կլոր դիմագիծ եւ ճառագայթներ։ Այդ արեգակն է ներկայացված Պետրոս Առաքյալի եւ հրեշտակի կողմից։ Իսկ ձախ կողմում Պողոս Առաքյալը եւ հրեշտակը ներկայացնում են լուսինը նորից մարդկային դիմագծերով։ Խաչված Քրիստոսի թևերի տակ ձախ կողմում պատկերված է Մարիամ Աստվածածինը, իսկ մյուս կողմում Հովանես Ավետարանիչը։ Ոտքերի կողքը ձախ կողմում պատկերված է Նիկոդամոս Ռապին վարդապետը, իսկ հակառակ կողմում Հովսեփ Արեմաթացին, ով հավատացյալ էր։ Այս խաչքարի ամենավերևը կտեսնենք նույնինքն Քրիստոս համբարձում արած իր գահին նստած եւ շրջապատված սերով Պեկերովպե եւ նաեւ Գաբրիել Միքայել հրեշտակապետներով։ Գողքին էլ 6-12 առաքյալներն են պատկերված։ Խաչքարին վրա նաեւ կտեսնենք ամենավերը լատինական տարերով Հիսուս Քրիստոս Նազովրեցի թագավոր հրեից։ Իսկ հայերենով գրված է Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմահ, որ ժամերկություններին երգում ենք։ Լուր ցայնից մերոց Տեր Աստված մեր, ընկալ զաղաչանս մեր զամբարձում ծերած մերոց եւ սպանս աղոթից, սրբելով Զերոգայի բադարակս մերի հոդանուշից յաջուս քեզ բադրաստել, հավելի մեզ դեր ամենագալ, ըզ հավատ, ըզ հույս, ըզ սեր, սուր
Սուրբ Աստված, Սուրբ եւ զոր, Սուրբ եւ անմար։ Կարծում եմ, Քրիստոսակիր խաչքարերի ստեղծումը դավանաբանական նշանակություն է ունեցել։ Դեռ 11-րդ դարում Սանահին հաղպատ միաբանության անդամ Անանիա Սանահնեցին քարոզում էր, որ եթե խաչքարերի վրա Քրիստոս պատկերվի, այդ խաչքարերը կունենան ավելի զորեղ փրկագործական կարողություն։ Ամենափրկիչ խաչքարեր ինչ է նշանակում։ Ամենափրկիչ, ամեն ինչից փրկող, ամեն ինչից ազատող, ամենազորեղ, ամենափրկիչ։ Վստահ էին հավատացյալները, որ սրանք ի վիճակի են իզորու են բուժելու տարբեր հիվանդություններ, կամ օգնելու ճամփորդներին, կամ փրկելու չարից, եւ այդ իսկ պատճառով էլ սրանք ձեռք էին բերել որոշակի իմաստավորում, որոշակի ժամանակահատվածում, որը արդեն մյուս սերունդները գուցե ընդունել են, գուցե չեն ընդունել։ Ամենափրկիչ խաչքարերից մյուսը գտնվում է Դսեղում, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում։ Նայեք այս հրաշալի խաչքարին, որը արվեստի իսկական գլուխգործոց է, ստեղծվել է 1281 թվականին։ Պատկերագրությամբ նման է նախորդներին, նույն հաղպատի ամենափրկչին։ Մարդկային կերպարները ներկայացված են առավել ոճավորված, սակայն բավականին ճշգրտությամբ են պատկերված զարդանախշերը, ականտ, արմավ, շուշան, անգամ արծիվն ու ցուլն են իրականին մոտ։ Եվ հետաքրքիր է, ով է հեղինակը։ Փորձենք կարդալ։ Վահրամ։ Հաղպատի ամենափրկիչ խաչքարը կերտել էր Վահրամ անունով վարպետը։ Գուցե նորից նա է այս խաչքարի հեղինակը։ Այո, դա նույն վարպետի գործն է, ուրեմն Դսեղի խաչքարի վրա պահպանվել է Վահրամի անունը, ենթադրում է, որ դա Վահրամ վարպետն է, որը ստեղծել է այդ խաչքարերը։ Հետաքրքիր է, որ վարպետ Վահրամը ամենափրկիչ խաչքարերում երկնային լուսատուներին կերտել է իբրև մարդկային կերպարներ։ Ինչ էին խորհրդանշում դրանք։ Մարդկայնացումը կարծեք թե ցույց է տալիս դիեզերական վշտի գաղափարը, քանի որ խաչելության ժամանակ ուրեմն բոլոր լուսատուները կորցնում են իրենց լույսը, այդ համակ տխրության ուրեմն արտացոլումը փորձել են ավելի ուժեղացնել, այսպես մարդկային կերպարներ տալով։ Հետաքրքիր է, որ ըստ Սուրբ գրքի մարգարեությունների Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ էլ պետք է արևը եւ լուսինը խավարեն։ Խաչի լույսն այնքան հզոր է լինելու, որ այս լուսատուները կշարունակեն խավար թվալ, չեն երևա խաչի լույսի ներքո։ Թերևս խաչքարերի վրա արևի ու լուսնի պատկերներն էլ էին շեշտում վերածնման գաղափարը, չէ՞ որ բնության մեջ ամեն օր այս լուսատուները յուրովի մեռնում ու հարություն են առնում։ Փաստորեն ամենափրկիչ խաչքարերը Սանահին հաղպատ վանական համալիրի հոգևոր առաջնորդների ձեռնարկումն էին։ Այս ամենափրկիչների կերտողը Վահրամ անունով վարպետն է։ Սակայն հետաքրքիր է, որ Էջմիածնում պահվող ուրծի ամենափրկիչ խաչքարը մյուս ամենափրկիչների նմանություններով հանդերձ տարբերվում է նրանցից։ Ահա եւ մենք վերադարձանք Չքնաղ Էջմիածին, որը վերանորոգչական աշխատանքներից հետո համոզված եմ ել ավելի շքեղ կլինի։ Վերադարձանք ուրծից բերված այս շքեղ ամենափրկիչ խաչքարի մոտ։ Տեր ասողիկ, այդ Դսեղում եւ Հաղպատում ամենափրկիչ խաչքարերի վրա կարծես համբարձման տեսարանը կար։ Այստեղ չկա։ Վստահ եմ, որ դրանում որևէ տարօրինակություն չկա, որովհետև այս ամենափրկիչ խաչքարը հանդես է գալիս միայն մեկ պատկերագրությամբ, խաչից իջեցման պատկերագրությամբ։ Ինչպես Քիվի արձանագրությունն է հայտնում, այս խաչքարը կանգնեցրել է Մամիկոնյան Մամիկոն իշխանը, իր հոր Գրիգոր Մամիկոնյանի եւ իր մոր Մամքանի հիշատակին։
խաչքարը կանգնեցվել է Մամիկոնյան իշխանական տոհմի կողմից եւ հայտնի է, որ Մամիկոնյանները ունեցել են իբրև խորհրդանշան արծիվը, ինչպես նաեւ ցուլը։ Այստեղ պատկերված հեծյալը Գրիգոր Մամիկոնյանն է, ով խոցում է գազանին եւ հաղթահարում մահը։ Թերևս այստեղ փորագրված Մամիկոնյան ազգանունը հուշում է, որ բոլոր ամենափրկիչ խաչքարերի պատվիրատուները Մամիկոնյաններն են եղել։ Ամենափրկիչ խաչքարերը հանդիպում են 1273-1285 թվականների ընթացքում, այն էլ Մամիկոնյան տանտիրույթներում, որը համապատասխանում է մեր այսօրվա Լոռու մարզին։ Հարցնենք խաչքարագործ վարպետներին, արդյոք հնարավոր էր այսքան կարճ ժամանակում կերտել այսպիսի գլուխգործոցներ։ Վարպետ Ռուբեն, ամենափրկիչ 4 խաչքարերը բազալտից։ Վարպետ Վահրամը 13-րդ դարում 12 տարում է արարել։ Բազալտից ուրեմն 4 խաչքար այն ժամանակ չկար էլեկտրական գործիքներ։ Հնարավոր էր դա թե չէ։ Ես գտնում եմ, որ հնարավոր էր, որովհետև տարին մի հատ խաչքար հնարավոր է պատրաստել բազալտից, կոպիտ քարից։ Առաջ լավ վարպետները ունեցել են իրենց աշակերտները, իրենց մոտ ուսանողներ են, այսինքն աշակերտել են։ Վարպետը մենակ չի աշխատում, իր օգնականները։ Եվ այդ օգնականների միջոցով գործը շահում է։ Պես որ հնարավոր է։ Մեկ տարում ստեղծել մի 3 մետրանոց խաչքար, 4 մետրանոց, թուք միջև, դա շատ հնարավոր է։ Որտեղ այսօր ճիշտ է, մենք տեխնիկայի զարգացած տարում ենք ապրում, ստեղծում ենք խաչքարեր 10-12 օր։ Մի խաչքարը 15 օր, ու բազալտիցը 20 օր, մի ամիս։ Այնպես որ եթե հիմա էլ ինձ ոչ մի գործիք չտան, մի տարում հետաքրքիր մի խաչքար կստեղծվի, հա։ Ամենափրկիչ խաչքարերը ներկայացնելիս մենք խոսեցինք նրանց կարևորության եւ պատկերագրության մասին, բայց մի շարք հարցեր մնացին մշուշով պատված։ Գուցե ամենափրկիչ խաչքարերը նույնիսկ ավելի շատ են եղել, քան մեզ է հասել։ Չմոռանանք, որ 10-ից 13-րդ դարերի ընթացքում հայոց աշխարհը անընդհատ ենթարկվում էր ասպատակությունների։ Այդուհանդերձ, մեր որոնումների արդյունքում մենք համոզվեցինք, որ 13-րդ դարի վերջում խաչքարային մշակույթում բեկում մցրած ամենափրկիչ խաչքարերի հրաշքի համար մենք պարտական ենք վարպետ Վահրամին եւ Մամիկոնյան իշխաններին, Վարդան Մամիկոնյանի սերունդներին։ Ավարայրից 8 դար անց ամենափրկիչ խաչքարերի միջոցով Մամիկոնյանները կրկին ապացուցեցին, որ մահ իմացյալ անմահություն է։ Այդ հավատի շնորհիվ մենք հայերս որպես ազգ ինքնություն գոյատևեցինք, կանք ու հարատևելու ենք։ Նրան սիրել են եւ անիծել, հիացել են եւ անխնա այրել։
Այն անսահման արիության եւ աներևակայելի դաժանության լուր վկան է։ Ինչ գաղտնիքներ է իր մեջ թաքցնում այդ ամրոցը։ Ով, երբ եւ ինչի համար է այն կառուցել։ Բացահայտենք Շուշիի մոռացված առեղծված